Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան $788,000 վառելիք։ Նշվում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Հայաստան է առաքվել պրեմիում տեսակի 1220 տոննա վառելիք։ Միացյալ Նահանգները պլանավորում է այս տարվա ընթացքում մի քանի անգամ ավելացնել արկերի ու հրթիռների արտադրության ծավալները։ Եվրամիությունը ռազմաարդյունաբերական բոլոր տեսակի արտադրանքների ծավալներն ավելացնելու է 10-ից 15%-ով։ Աշխարհը մեծ տեմպերով զինվում է եւ դա բնական է, քանի որ այս պահին դանդաղ խոսող հիբրիդային համաշխարհային պատերազմի շրջափուլում է, իսկ նման պատմական փուլում որոշիչ գործոնը պահեստներում ունեցած ռազմամթերքի քանակն ու արտադրական հզորություններն են։ Հիմա մեր ռազմաարդյունաբերության բնագավառում այնպիսի նվաճումներ ունենք, որ այդ մասին էլ չենք կարող, ցավոք սրտի, չենք կարող խոսել, բայց լավագույն ինժեներներ, լավագույն պրոֆեսիոնալներ, այսօր կառուցվում են լավագույն գործարաններ եւ դրա արդյունքները մենք կտեսնենք տարիներ հետո։ Իհարկե դա շատ տեսանելի է լինելու։ Վերջին մի քանի տարում Հայաստանի հանրությունը ստիպված է պարզապես լսել նման հուսադրող հայտարարություններ տարբեր ամբիոններից ու հավատալ կամ չհավատալ դրանց, քանի որ ասված խոսքը հաստատող այլ փաստեր պաշտոնական շրջանակները չեն ներկայացնում։ Օրինակ, ժամանակին Հայաստանում պարբերաբար կազմակերպվում էին ռազմական ցուցահանդեսներ, որոնց ընթացքում ներկայացվում էին հայրենական մշակման կամ արտադրության զինատեսակներ։ Վերջին անգամ Արմայտեկ ցուցահանդեսը անցկացվել է 2022 թվականի մարտին։ Կար պատկերացում, որ 2 տարի մեկ պետք է այն անցկացվի, բայց արդեն 4 տարին է նախորդ ցուցահանդեսի անցկացումից։ Մենք բյուջեից փող ենք վերցնում, պետք է հաշվետու լինենք։ Ինչի համար ենք բյուջեը փող վերցնում եւ ինչի վրա ենք ծախսում։ Ռազմաարդյունաբերական ցուցահանդեսը հենց այդ հաշվետվությունն է։ Նման դեպքերում չինովնիկները վստահեցնում են, որ չեն կարող ցույց տալ կամ նույնիսկ խոսել այն ամենի մասին, ինչը կատարվում է ռազմաարդյունաբերության ոլորտում, սակայն սեփական արբանյակներ ունեցող եւ իսրայելական հետախուզության բացահայտ աջակցությունը վայելող Ադրբեջանից դժվար թե որևէ բան գաղտնի մնա, նշում են մասնագետները։ Ստացվում է, արածը գաղտնի է պահվում հանրությունից։ Դրան հակառակ Ադրբեջանը բավականին ակտիվ ցուցադրում է ռազմաարդյունաբերական գործարանների կարողությունները, որոնք կառուցվում են թուրքական ընկերությունների աջակցությամբ։ 23-ից 25 թվականների համար նախատեսված 170 միլիարդ դրամ ծախսից ռազմաարդյունաբերական սերիական արտադրանքի հնչեցած թվերից այդ ընկերությունների վճարած հարկերի կարելի պատկերացնել, որ այդ 170 միլիարդը չի իրացվել։ Հաջորդ 3 տարվա համար 26-ից 28 թվականների արդեն ուրիշ թիվ են հնչեցնում 150 միլիարդ դրամ, այսինքն մոտավորապես 20 միլիարդ դրամ պակաս։ Աշխարհում, որտեղ նոր տեխնոլոգիաներն անասանելի արագությամբ ներդրվում են ռազմական տեխնիկայի արտադրության մեջ, օրահարց է այս շոկեքարշից հետ չմնալը։ Հարևանները, ինչպես տեսնում ենք, հետ չեն մնում, դեռ մի բան էլ առաջատարների շարքում են։ Ինչքան են հայտարարում եւ ինչքան է ծախսում ռազմաարդյունաբերության զարգացման համար։ 5.7 միլիարդ դրամ նախատեսված է եղել 2025 թվականի համար, որից ծախսվել է 2.4-ը։ Իսկ ահռելի մեծ թերակատարում, իսկ արդեն 26 թվականի համար 1.5 միլիարդ դրամով ավելի պակաս է նախատեսված բյուջեով։ Այս օրերին մեր տարածաշրջանը շունչը պահած սպասում է Իրանին, Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածին, տասնյակ հսկայական խնդիրներից բացի այս կոնֆլիկտը մեզ համար կավելացնի մեկը եւս հնդկական զենքի համար ռազմամթերքի ներկրման խոչընդոտներ, իսկ առանց ռազմամթերքի զենքը անպետք է երկաթի ջարդոն է, գոնե ռազմամթերքի արտադրության ոլորտում քիչ թե շատ ինքնաբավության հասնելու պատճառներից մեկն էլ սա է։ Հայ-ադրբեջանցի պաշտոնյաները գնացել ու զննել են ու գնահատել երասխսադարակ երկաթուղու ընթացիկ վիճակը։ Տեղ պիտանելիություն ունի արդյոք երկաթուղին, որ մասնագետները հատուկ շինարարական տեխնիկա բերեն, տեղ հասցնեն ու վերականգնեն այն։ Թեպետ այս հարցի պատասխանը չկա, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դեռ նախորդ շաբաթ տարածած հայտարարության մեջ վարչապետը հայ-ադրբեջանական վերջին այս ուսումնասիրությունը հղում անելով նշեց դեպի երկաթուղի քայլը հենց այն վերաբացելու համար էր։ Հակառակ դեպքում դա ուսումնասիրելու անհրաժեշտություն չէր լինի։ Հիմա ինչի համար կարող է բացվել երասխսադարակ երկաթուղին։ Տարբերակ 1 կարող է բացվել Հորադիս, Մեղրի, Նախճեվան, Սադարակ, Երասխ, Ախուրիկ, Թուրքիա, հաջորդը Երասխ, Մեղրի, Օրդուբատ, Հորադիս, երասխ, ասենք
Ջուլֆա, Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն Նախճեվան։ Փաշինյանը այստեղ արձագանքում էր իշխանական падգամավորի այն հարցադրմանը, թե օրինակ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովող թրիփը չի կարող անցնել միայն մեր տարածքով եւ ձգվել ընդամենը 43 կիլոմետր, ինչպես հայտարարված է։ Թող հասնի Երասխավան։ Վարչապետի հայտարարությունից փորձագետ լուծաբանները հասկանում են հետեւյալը. ըստ էության Փաշինյանն ասում է, թրիփը անցնելու է նաեւ Երասխ-Սադարակ հատվածով։ Քանի որ խնդիրը վերաբերում է միայն Զանգեզուրին, եւ ինչպես Տրամփի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշեց, որ Զանգեզուրի միջանցքը կամ թրիփը, այսինքն դա ցույց տվեց, որ Զանգեզուրի միջանցքը թրիփը նույնն է հասնելու է միայն Հայաստանի ճանապարհով, այսինքն ինքը նշեց այդ կոնկրետ տարածքները, կոնկրետ պատատեղի մեջ խոսքը վերաբերում է միայն Մեղրի տարածքի նախոճետ ճանապարհը այդտեղ է լինելու, ոչ մի ուրիշ տեղ թրիփ չկա, դա միայն Սյունիքի մարզում է։ Ինքան հստակ է սևով սպիտակի վրա գրած ամեն ինչ, ամեն հնարավոր վերաբերելի եւ չվերաբերելի հատվածում մանրամասն նկարագրվում է, ոչ միայն հրճակվում է, թե ոնց է պահվելու Հայաստանի իրավազորությունը, ինքնիշխանությունը, այլև որտեղ հնարավոր է ավելի մանրամասն ասում է, թե դա ոնց է դրսևորվելու գետնի վրա, որ չկա, նույնիսկ մանիպուլացնելու տեղ շատ չկա։ Ի վերջո Էլ եմ ասում, սևով սպիտակի վրա գրված է, հրապարակված է, բոլորը կարող են կարդալ։ Հետաքրքրական է, որ ոչ մի փաստաթղթում ոչ նախաստորագրված խաղաղության, ոչ Վաշինգտոնյան հռչակագրի, ոչ էլ նույնիսկ վերջերս Հայաստանի ու Միացյալ Նահանգների գլխավոր դիվանագետների տարածած թրիփ նախագծի իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունում չկա եւ որևէ հիշատակում, թե օրինակ թրիփը հասնելու է նաեւ Երասխ-Սադարակ։ Հենց օրինակ վերջին հայտարարությունում Հայաստանի տարածքով տարանցի գերթուղիներ, Ադրբեջանի հիմնական մասի կապ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ ձևակերպումները միայն կան եւ աննշան այս բանաձևը տեղադիրքերը ապագայում հստակեցվելիք։ Ոչինչ չասող տեքստը, որտեղ առաջին ակտիվացիա մեր գտը, սա պարտավորեցնող որևէ փաստաթուղթ չէ։ Եթե պարտավորեցնող փաստաթուղթ չէ, ապա դա հստակեցում չի պահանջում։ Ցանկացածը կարող է մեկնաբանել ցանկացած դեպքում։ Այսուհանդերձ կառավարական տներից պնդում են, թե ընդհակառակը մտահոգությունները հենց իշխանությունն է ունեցել, վերջին գործընթացները սկսել նախաձեռնել մտահոգությունները հասցեագրելու, փարատելու համար։ Ըստ էության անպատասխան հարց չթողնելու նպատակով միայն թե թրիփ երթուղում ու դրա վերաբերյալ հստակությունների կարիք ըստ մասնագետների դեռ շատ կա։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով հին աշխարհակարգը փլուզվել է, Միացյալ Նահանգները ինքն է ապամոնտաժում այն համակարգը, որը ինքն է ստեղծել եւ այժմ աշխարհը դարձել է բազմաբևեռ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնական հակառակորդ է համարում Չինաստանը, բայց Ռուսաստանի հետ պատրաստ է կառուցողական հարաբերություններ ստեղծել, իսկ Հարավային Կովկասում ֆունդամենտալ շահեր չունի։ Ռոբերտ Քոչարյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը պետք է խուսափի գերտերությունների շահերի բախման կետերում հայտնվելուց, որպեսզի չհայտնվի նոր պատերազմների կամ ազդեցությունների գոտիների բաժանման կենտրոնում։ Նա հիշեցրել է Վրաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի նախորդ օրինակը, ընդգծելով, որ սխալ հաշվարկները հանգեցնում են պատերազմների ու տարածքների կորուստների։ Փարիզը աջակցում է Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ։ Հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կբերի դրական ազդեցություն տարածաշրջանի բարգավաճման համար։ Հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենաարագ ազդեցությունը կունենա տուրիստական հոսքերի ավելացման վրա։ Հայաստան-Թուրքիա սահմանային մարգարեանցակետում շրջայցի ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալը։ Նա ասել է, թե սահմանի հնարավոր բացումը կազդի նաև ծառայությունների ոլորտի ընդհանրապես արագ գործնական եւ դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, մատակարարման շղթաները եւ կընդլայնվի շուկաների հասանելիությունը։ Հայտարարություններից հետո Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոն, մեր երկրում իսլամական պետության դեսպան Խալիլ Շիրղոլամին այս անգամ գրավոր խոսքն է ուղղում հայ ժողովրդին, հոդված է հրապարակել, անդրադառնալով Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Պատմական համեմատականներ է անցկացնում, պնդում, թե տնտեսական պահանջներով առաջնորդվող քաղաքացիական բողոքի ակցիաները մի քանի օր շարունակ խաղաղ մթնոլորտում էին ընթանում, ավելին կառավարությունն ապահովում էր
ցուցարարների անվտանգությունը։ Սակայն հանկարծ մեջբերում եմ քաղաքացիական բողոքի եւ փողոցի ասպարեզը խլվեց հասարակությունից եւ որոշ տարերի ներթափանցմամբ ականատեսը եղանք մի քանի իրավիճակի ստեղծման, երբ բռնությունը փոխարինեց երկխոսությանը եւ վնաս հասցրեց հանրային անվտանգությանն ու քաղաքացիների բնականոն կյանքին։ Հայաստանի հասարակության համար այս օրինաչափությունն անծանոթ չէ։ Ձեր երկրի պատմությունը ցույց է տվել, որ քաղաքական բռնությունը եւ բողոքի ցույցերի արմատականացումը, հատկապես երբ դրանք ուղեկցվում են աշխարհաքաղաքական մրցակցություններով կամ արտաքին ուժերի ճնշումներով, թիրախավորում են կայուն ժողովրդավարությունը, քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը եւ ոչ մի այլ արդյունքի բացի անկայունությունը, համայն հասարակությանը հասցված վնասը եւ հանրային վստահության քայքայումը չեն հասցնի։ Շարունակելով պատմական փորձը վկայաբերել դեսպան Շիրղոլամին նշում է այն շարժումները, որոնք կամա թե ակամա սրում են լարվածությունը, հաճախ նպաստում են ճգնաժամի վերաարտադրմանը, որից դուրս գալն արդեն բոլորից մեծ գին է պահանջում։ Այստեղ ընդգծում է կործանարար գործողությունների ընթացքում խռովարարներն ու անջատողականները առանց հաշվի առնելու հասարակության անցյալի փորձը եւ ժողովրդի ազգային ինքնությունը պատրաստակամ են իրենց ճակատագրի որոշման հարցում թույլ տալ նույնիսկ արտաքին միջամտություն։ Թեպետ Հայաստանում շատերը փորձում են այսպես համոզել, որ Իրանը որևէ խնդիր չի տեսնում թրիփի հետ կապված, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հետ կապված, ակնհայտ է, որ հատկապես Իրանում պահպանողական շրջանակներում այդ մտահոգությունը ոչ միայն փարատված չէ, այլև այն առկա է։ Եվ դեսպանը ըստ էության փորձում էր նաև այսպես մեղմորեն մասնավորապես հոդվածի մեջ դրանց մասին հասկացնել։ Հույս հայտնելով, որ ի վերջո այս բոլոր խնդիրները կփարատվեն եւ որևէ կասկած չի մնա իրանցիների մոտ Հայաստան տեղ ունեցող գործընթացներում։ Հենց մենք պետք է դրանից դաս քաղենք, որ մեր խնդիրները պետք է մենք լուծենք, ոչ թե դրսի օգնությամբ։ Բնական է, ով գալիս է խնդիր է լուծում, դա նշանակում է գալիս է իր շահերի համար, որևէ մեկը հենց այնպես որևէ մեկին լավություն չի անում։ Բնականաբար դա է։ Այսինքն ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, ոչ Ռուսաստան, ոչ մեկը մեր խնդիրը հենց այնպես չի լուծի։ Իրանում տեղի ունեցողը փորձագետ վերլուծաբանների համոզմամբ կապ ունի ամբողջ տարածաշրջանի հետ։ Ավելին, մասնագետների խոսքով դրանք նաև միտում ունեն այս կամ այն զարգացման պարագայում փոխել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Մերձավոր Արևելքի անվտանգային ճարտարապետությունը։ Ընդհանրապես իրանական ներկայացարակությունը իր մեծամասնությամբ փորձում է պահպանել այն համակարգը, որը գոյություն ունի։ Մյուս կողմից Հայաստան տեղի ունեցող գործընթացները, հատկապես հաշվի առնելով, որ Իրանը ունի բացահայտ ճշնամական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, ոչ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ, իսկ Հայաստանի փորձը անցնել դեպի Եվրոպական միության, դեպի Միացյալ Նահանգների ազդեցություն, այսպես պայմանական ասենք ազդեցություն, դրանք բոլորը Իրանը դիտարկում է որպես իր համար սպառնալի։ Մասնագետների պնդմամբ հատկապես 44-օրյա պատերազմից հետո մեր հարավային հարևանը մեծ ցանկություն ունի սերտացնելու հայ-իրանական բարեկամությունը, սակայն դեպի Հայաստան ձգվող ճանապարհը թրիփն է կտրում Ամերիկայի նախագահի պատվին կոչված խաղաղության ու բարգավաճման երթուղին, Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովող։ Կապանի Սյունիք օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ։ Կառավարության նիստում հայտարարել էին արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էրնեկյանի ընտանիքին պատկանող Corporation America ընկերության հետ Հայաստանի միջազգային օդանավակայանի կոնցեսիայի մասին պայմանագրի փոփոխությունները։ Գերատեսչությունը հայտնել է, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի մասով ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, իսկ օդանավակայանի բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումները դեռ չեն սկսվել։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է հրեա ծայրահեղականը թքում հայ քահանայի ուղղությամբ Երուսաղեմի հայկական թաղամասում։ Տեսանյութը X-ում տեղադրել է լրագրողը եւ կից գրել. այսպիսին է Սուրբ Հողում քրիստոնյա հայերի առօրյա իրականությունը։
Այդ դեպքերը միշտ էլ եղել են, այդ կալվածից առաջ են եղել, նրանք այդպես ավանդություն ունեն, թքում են, երբ որ տեսնում են խաչ, երբ որ տեսնում են վանք, տեսնում են հոգևոր հագուստով մեկը եւ չեն հասկանում, որ հայերը հрьяաներին չեն ճնշել, այլ հрьяաները ճնշվել են միջնադարում Եվրոպայում։ Այնտեղ որոշ ծայրահեղ այդպես խմբակներ կան, որոնք որ դեռ այդ հիմարությունը ուսուցանում են իրենց աշակերտներին։ Ես իմել եմ վանքի պաշտոնյաներին ասել եմ, որ մեր հрьяաընկերների միջոցով պետք է հարց հասցնել Իսրայելի խորհրդարան, այսինքն Քնեսեթ, եւ այնտեղ ուղղակի փորձել որպեսի օրենք անցկացնեն, որ այդպես ցկելու պարագային ուղղակի մարդը պատժվի։ Հունվարի 27-ին Թալին բազմաբերդ Կաքավաձոր Խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր տրանսպորտային միջոցներ, վթարների հետևանքով կա 10-ից ավելի վիրավոր, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարծառայության Թալինի շրջփրկարարներն ու ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Ճանապարհն ամբողջությամբ մառախլապատ էր։ Ավտոմեքենաների մի մասը տեսնում եք բախվել են երկաթե արգելապատնեշներին, դուրս են եկել երթևեկելի գոտուց ու սրա պատասխանատուն առաջին հերթին ճանապարհը սպասարկող կապավոր ընկերությունն է։ Մինչդեռ դեպքի վայրում մարդկանց, այդ թվում տուժած վարորդներին ասում են, որ ճանապարհը սպասարկում է Թալինի ճանշինը։ Այստեղ Թալինի ճանշինը անելիք չունի։ Սարաշ ճամփիխերը Հունվարի 26-ին մերկացառույցի պատճառով Եղվարդ աշտարակ M6 ճանապարհին բախվել են Շաքման Բեռնատան ու Ֆոլքսվագենը։ Ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներն էին ժամանել։ Ճանապարհն ամբողջությամբ մերկացառույց է եղել, սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանք չի կատարել, աղուհավազ չի լցրել։ Սակայն ճանապարհը սպասարկող ընկերությունը, եթե ժամանակին ճանապարհը մշակեր աղուհավազի խառնուրդով, ապա նման վթարներ հաստատ տեղի չէին ունենա։ Հունվարի 26-ին մերկացառույցի պատճառով խոշոր վթար է տեղի ունեցել Աշտարակ Եղվարդ ճանապարհին։ Բախվել են Նիսսանն ու Ֆորդ Տրանզիտը, 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Եղվարդ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Սպասարկող ճանշինը ոչինչ չէր արել ճանապարհն աղուհավազի խառնուրդով մշակելու համար։ Որ նայեք իմանաք թե ասֆալտա, չոր ասֆալտա, բացա, բայց ոչ, լրիվ սառացա։ Եթե ճանապարհն սպասարկող մեծ ճանշինը կատարեր աղուհավազի խառնուրդով ճանապարհի մշակում, ապա հաստատ վթարներ տեղի չէին ունենա։ Հունվարի 26-ին Երևան-Գյումրի ճանապարհին Աշտարակի կամրջի վրա ման մագնիշի կցորդիճով բեռնատարում հրդեհ է բռնկվել։ Առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, հետո Աշտարակի շրջփրկարարական ջոկատի փրկարարները մարել են կրակը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Հրդեհի պատճառը պարզվում է։ Եվ հունվարի 26-ին Անրանիկի փողոցում գործող հացի փռում կրակ է նկատվել։ Առաջին բիսկանչով ժամանել են հրշեջ փրկարարները, սակայն պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հրդեհ է, այլ ծխնելույզից դուրս եկող ծուխ, որը քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծել, թե փուռը վառվում է, ինչի պատճառով էլ ահազանգել են 911։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Եվ Չարենցի փողոցում ՆԳՆ վարչական շենքի դիմաց առաջացած 2 փոսը պատուհաս է դարձել վարորդների համար։ Դրանք շրջանցելու դեպքում վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով, վթարային վիճակ ստեղծում մյուսների համար։ Փոսերը լցելու փոխարեն անվադողեր են տեղադրել, ինչը Հայաստանում, մասնավորապես Երևանում, սովորական բան է դարձել։